Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր հյուրն է Կիպրոսի եվրոպական եւ միջազգային հարաբերությունների հարցերով կենտրոնի նախագահ Անդրեաս Թեոֆանոսը։ Mr. Theophanos, Պարոն Թեոֆանոս, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեիք Հայաստանի ու Կիպրոսի միջև ներկա հարաբերությունները եւ ինչ հեռանկարներ եք տեսնում հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման առումով։ There have always been historical and cultural relations between the people of Armenia and the people of Cyprus. Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջև մշտապես եղել են պատմական ու մշակութային հարաբերություններ։ Այժմ մենք ունենք Հայաստանի դեսպանատուն Նիկոսիայում եւ Կիպրոսի դեսպանատուն Երևանում։ Դա շատ կարեւոր է եւ ես կարծում եմ, որ բացի մշակութային հարաբերություններից եւ տնտեսական հարաբերություններից մենք կարող ենք տեսնել, թե ինչ կարող է տեղի ունենալ կրթության ոլորտում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ շատ կարեւոր է նաեւ փորձի փոխանակումը քաղաքական ոլորտում։ Հայաստանի առջև ծառացած են խնդիրներ, քաղաքականության մեջ կատարվել են փոփոխություններ եւ այն թե ինչպես եք դուք առերեսվում այդ փոփոխություններին։ Մենք կարող ենք դες հետ կիսվել մեր փորձով այն մասին, թե ինչն է ժամանակի ընթացքում սխալ ընթացել եւ որոնք են եղել մեր նվաճումները եւ այլն։ Եվ կարծում եմ, որ նման վարժությունը շատ օգտակար կլինի։ And so on. And I think such an exercise will be very useful. And Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համագործակցությանը, որ ոլորտներում եք տեսնում հնարավորություններ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու առումով։ As I said, in the economic sphere, of course. Տնտեսական ոլորտում իհարկե, կրթության ոլորտում, բայց նաև երկու երկրների քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեջ։ Այսինքն դուք ունեք էթնիկ հակամարտություն, մենք ունենք էթնիկ հակամարտություն։ Դուք ցանկանում եք մերձենալ Եվրամիության եւ ընդհանրապես Արևմուտքի հետ, Կիպրոսը Եվրամիության մաս է կազմում։ Շատ կարեւոր է կիսվել փորձով եւ նրանով, թե ինչպես ենք մենք գործում այդ ուղղությամբ։ Բացի այդ կա նաեւ խոսույթի կարեւորությունը։ Կիպրոսի առջև ծառացած խնդիրներից մեկն այն է, որ այն չի կարողացել միջազգային հանրությանն ուղերձ փոխանցել այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել Կիպրոսում։ Ես կարող եմ նույն հարցը տալ այստեղ, ինչ խնդիրներ ունի Հայաստանը, ինչ է վերջերս տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, ինչ է ուզում Հայաստանը տարածաշրջանի իր հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական ուղղություններում։ So speaking about the European Union, Անդրադառնալով Եվրամիությանը վերաբերող հարցին, ինչպես գիտենք, վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն խորացնում է համագործակցությունն ու հարաբերությունները Եվրամիության հետ։ Կիպրոսը, որպես Եվրամիության անդամ, այս համատեքստում ինչ խորհուրդ կարող է տալ Հայաստանին։ European Union, what would be the advice from Cyprus in this regard to Armenia? It's not issue of advice, it's an issue of exchanging information. Սա խորհրդի հարց չէ, այլ տեղեկատվության փոխանակման եւ սեփական եզրակացություններն անելու հարց է։ Օրինակ, կարող եմ ասել, որ երբ Կիպրոսը իրականացնում էր իր անդամակցության գործընթացը Եվրամիության հետ, չափազանց մեծ սպասումներ կային։ Սպասելիքներ այն մասին, թե ինչպես կարող է Եվրամիությունը հասցեագրել Կիպրոսի հարցը, ինչպես կարող է այն օգնել մեզ հաղթահարել Թուրքիայի կողմից օկուպացիան եւ հասնել Կիպրոսի խնդրի լուծմանը։ Ես չէի օգտագործի արդարացի, այլ կօգտագործեի կառավարելի լուծում բառը։ Մեր սպասելիքները դրա հետ կապված չարդարացան։ Կիպրոսի կողմից որոշակի հիասթափություն կար, քանի որ մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք, քան իրականում ստացանք։ Ավելին կասեի, որ մենք նկատել ենք, որ Եվրամիության արձագանքը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը շատ տարբեր էր Կիպրոսի հյուսիսային մասի Թուրքիայի կողմից օկուպացիային միության արձագանքից։ Եվ սա միայն մենք չէ, որ նկատել ենք, օտարերկրադիտորդներն իրեն սրա մասին խոսում։ Դուք տեսաք, որ Ռուսաստանի դեպքում այնքան շատ պատժամիջոցներ կային, որ այսօր Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև մեծ թշնամանք է առաջացել։ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի դեպքում Եվրոպան չի արձագանքել։ Կան բազմավոլորտ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Թուրքիան այնքան շատ գումար է ստանում Եվրամիությունից առանց էական պայմանների։ Ես նաև կասեի, որ Կիպրոսի հյուսիսային մասն օկուպացված եվրոպական տարածք է եւ մենք մեր եվրոպացի գործընկերներից ավելի մեծ զգայունություն էինք ակնկալում, բայց այդպես չի եղել։ Mr. Theophanos, as we know, there is a situation now between Պարոն Թեոֆանոս, այժմ Հայաստանի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, չնայած առկա պատմական տարաձայնություններին։ Կիպրոսի եւ Թուրքիայի միջև եւս կան խնդիրներ։ Կարող ենք արդյոք համեմատել այս երկու իրավիճակները եւ դուք ինչպես կբնութագրեիք դրանք։ By definition, each case is unique. Ըստ սահմանման յուրաքանչյուր դեպք եզակի է, չնայած կարող են լինել նմանություններ եւ տարբերություններ։ Հայաստանի դեպքում մենք գիտակցում ենք հայ ժողովրդի պատմական դժգոհությունը կապված ցեղասպանության հետ։ Այս պահին Հայաստանի կառավարությունը ցանկանում է առաջ շարժվել պրագմատիզմով,
Այն ցանկանում է հասնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, փոխադարձ հարգելով նաեւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Ես դա շատ եմ հարգում։ Մեր դեպքում Թուրքիան ներխուժել է Կիպրոս, գրավելով տարածքի գրեթե 40%-ը, հրաժարվում է Կիպրոսի խնդիրը մեզ հետ ուղղակիորեն քննարկել։ Ուստի միջհամայնքային բանակցություններ են ընթանում Կիպրոսի հույների եւ Կիպրոսի թուրքերի միջև, չնայած Կիպրոսի թուրքերը չեն կարող որևէ որոշում կայացնել առանց Թուրքիայի։ Այսպիսով մեր դեպքում իրավիճակը շատ դժվար է եղել։ Ես կասեի, որ առաջընթաց չի եղել, չնայած Կիպրոսի Հանրապետության եւ ընդհանրապես Կիպրոսի հույների կողմից բազմաթիվ զիջումներին։ Նիկոսիայի կողմից վերջին 50 տարիների ընթացքում իրականացված քաղաքականությունը որևէ արդյունքի չի հանգեցրել։ Անձամբ ես, քանի որ հետևում եմ այս հարցին, ուսումնասիրում եմ, գրում եմ դրա մասին, գալիս եմ այն եզրակացության, որ մենք պետք է հարստացնենք գործընթացը։ Ես առաջարկել եմ Կիպրոսի խնդրի լուծման աստիճանական մոտեցում, միաժամանակ մենք առաջ ենք մղում քայլեր կամ առաջարկություններ նորմալ պետություն ունենալու համար եւ միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է ունենալ խոսույթ մեր եվրոպացի գործընկերներին եւ միջազգային հանրությանն այս մասին համոզելու համար։ Կարևոր է նաեւ ամրապնդել ուժային գործոնները։ Սա դժվարին իրավիճակ է։ Հիմա վերադառնալով Հայաստանի հարցին, խոսքը միայն Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին չէ։ Ինչպես գիտեք, այս ամենում կան այլ խաղացողներ։ Վստահ եմ, որ Եվրոպական միությունը կարող է իր ներդրումն ունենալ, բայց մյուս կողմից շատ կարևոր է մեծ սպասելիքներ չունենալը միությունից այն իմաստով, որ այն դեռևս լիովին չի զարգացել որպես արտաքին քաղաքականություն, անվտանգության քաղաքականություն ունեցող եւ միջազգային քաղաքականության մեջ չափազանց բարձր լծակ ունեցող ուժ։ Այսպիսով շատ կարևոր է հիշել սրա մասին։ Միևնույն ժամանակ ես հասկանում եմ Հայաստանի կառավարության որոշումները, որը փորձում է առաջ շարժվել եւ հասնել այնպիսի իրավիճակի, որտեղ հնարավոր կլինի խաղաղություն եւ կայունություն ունենալ։ Coming to this summit, Ինչպես կբնութագրեիք եւ կգնահատեիք Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը, դրա կարևորությունը կամ դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում։ summits, the Yerevan dialogue. I have seen the program, has it evolved, and I followed the deliberations today. Ես հետևել եմ քննարկումներին, համաժողովի բացումը տպավորիչ էր։ Նախ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթով, որը փորձեց նկարագրել աշխարհը եւ այն մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, եւ այն թե ինչ է փորձում անել Հայաստանը։ Այնուհետև լսեցինք Հայաստանի վարչապետին, որը կենտրոնացավ բացառապես Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու փորձերի վրա։ Նա նաեւ ակնարկեց Թուրքիայի եւ մյուս երկրների վերաբերյալ։ Դա հստակ ուղերձ էր, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդին, այլև այստեղ հավաքված օտարերկրյա մեծաթիվ մասնակիցներին։ Այնուհետև մենք լսեցինք նաեւ Սլովակիայի վարչապետին, որը նույնպես ներկայացրեց իր դիրքորոշումը Եվրոպական միության գործունեությանը մասնակցելու կարևորության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ չի համաձայնի Եվրոպական միության կողմից կայացված բոլոր որոշումների հետ։ Դա նրա կողմից անկեղծ եւ քաջարի էր, եւ դա արտացոլում է ներկայիս իրականությունը։ Այսպիսով ես կարևոր եմ համարում այս իրադարձությունը, այս քննարկումը, եւ ես նաեւ հետեւել եմ այլ քննարկումների այսօրվա աշխարհի այլ հրատապ հարցերի վերաբերյալ, ներառյալ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև հարաբերությունները, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններն ու այնտեղ արկա միտումները, ուկրաինական հարցի վերաբերյալ դիրքորոշումները։ Ես քննարկման ընթացքում խոսել եմ նաեւ Կիպրոսի մասին։ Այսպիսով համաժողովը մեզ հնարավորություն է տալիս այստեղ որոշակի հարցեր առաջ քաշել։ Ես նաև շատ կարևոր եմ համարում տարածաշրջանային հակամարտության տարբեր երկրներում իրավիճակը բարելավելու փորձերի մեջ տնտեսագիտության կարևորության վերաբերյալ քննարկումները, բայց ես կնշեի, որ չնայած տնտեսագիտությունը, առևտուրը եւ հաղորդակցությունը կարևոր են ժողովուրդների ազգերի հարաբերություններում, այնուհանդերձ դա բավարար չէ։ Երբ օրինակ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, տնտեսությունը կարող է օգնել, բայց դες անհրաժեշտ է քաղաքական կամք իրականում ձեր ուզածը կատարելու համար, խաղաղություն կայունությամբ եւ այն զգացողությամբ, որ դա արդար կարգավորում է։ Thank you so much.